կդառնալ անձրև քեզ շոյող, թե տապից հանկարծ շնչահեղձ լինես, արև կդառնամ հոգի ջերմացնող, թե ձմռան ցրտից մրսես սարսռաս, գառնան ծաղկունքով պսակ կդառնամ, հազարաբույրով հարբեցնեմ սիրով, աշնան քաղցրահամ պտուղներ քինքիդ, և գինի կյանքիս գին, տրվեմ քեզ գավով կավե հողեղեն, և խմես ինձ անհակ, արցունք կդառնեմ, անձրևիդ խառնվեմ ու փարվեմ հողիդ ինձ անհաս, միայն գիր կտար որփիս մենակիս, երկիր իմ Արցախ, հող իմ հարազատ, եթե կարոտս թևեր ունենար, կգրկեր քեզ ամուր և էլ բաց չեր թողնի, եթե կարոտս շուրթեր ունենար, կհպվեր տաք մարմնիդ և էլ պոկ չեր գա, եթե կարոտս շնչառություն ունենար, կխառնվեր շնչիդ և էլ առանց քեզ չեր շնչի, եթե կարոտս սիրտ ունենար, միայն քո գրկում կտրոներ, իսկ քեզնից հեռու չեր բաբախի, եթե կարոտս խոսել իմանար, միայն քո անունը կշշնջեր, իսկ քեզնից հեռու միայն կլռեր, եթե կարոտս քնել իմանար, անկնությունից չեր խելագարվել, և էլ գիշերները միայն քո մասին չէին լինի, եթե դու այդքան արգելված ու վտանգավոր չլինեիր, իմ կորած գարունը նորից կծաղկեր, Արցախ, իմ կարոտ, իմ սեր։ Քաղաքը արթնանում է քնից, երկիր կորցրածը ոչ քնում է, ոչ արթնանում, քաղաքը շտապում է աշխատանքի, երկիր կորցրածը մոլորվում է քաղաքի անծանոթ փողոցներում, շենքերում, աշխատասենյակներում, մարդկանց մեջ ու հայացքներում, քաղաքը ապրում է, երկիր կորցրածը գոյատևում, քաղաքը երազում է, երկիր կորցրածը վերհիշում, քաղաքը շտապում է, երկիր կորցրածը տառապանքը շալակած շնչահեղձ լինում, Երևան, թևերդ պարզել ես մեզ գրկել, բայց մեր բունկերում կորցրած հողիդ կմիջնել, արջևում դու ես, թիկունքում նա, կանգնել ենք, ոչ առաջ գալն է լինում, ոչ հետ գնալը, երբ տուն տանող ճանապարհը փակ է քո առջև, ու սուրբ նշխարը ճշան վերանում է, արևը որքան էլ ջերմ չի տաքացնում, ու այլևս երկիրը կորցրածի համար տարին ունի մեկ եղանակ, ցուրտ է, անարև, դատարկ է որքան էլ լեցուն, ամուրին է որքան էլ հունարդ, երկիրս, միակս, մենակ ենք մնացել առանց իրար, ես էլ դու եմ։ Այս բանաստեղծությունների հեղինակը Զարինե Սարաջյանն է։ Նա մինչև աղետալի 2023 թվականը ապրել և ստեղծագործել է Արցախում։ Հեղինակ է 3 գրքի, բանաստեղծական ժողովածուների և բազմաթիվ հոդվածների։ Մինչև Արցախի հայաթափումը դասախոս էր Արցախի պետական համալսարանում և սիրելի ուսանողների հետ աշխատելը նրա կենսական լիցքերից էր։ Բանաստեղծությունը նրա համար կարոտի և սիրո լեզու է, որով արտահայտում է զգացմունքներ ու հույսեր։ Նրա բանաստեղծություններն արտացոլում են մեր ժամանակի ամենամեծ ցավերից մեկը՝ հայրենազրկումը և այդ ցավի մեջ բորբոքված անսահման կարոտը դեպի Արցախը, մեր սերը, մեր տունը։ Բանաստեղծություններում կարոտը ոչ թե զգացմունք է միայն, այլև կենդանի էակ, թևերով, շուրթերով, շնչով ու սրտով։ Այն փորձում է հասնել նրան, ինչն այլևս ֆիզիկապես անհասանելի է, հայրենի հողին, բայց հոգեպես երբեք չկտրվեցի։ Բանաստեղծություններում կարոտը ստանում է մարմին ու հոգին, այն դառնում է սիրող, սպասող ու միայնությամբ խելագարվող էություն։ Բայց այդ կարոտը միայն սիրային չէ, այն բարձրանում է դառնալով հայրենապեչ կարոտ։ Այս բանաստեղծությունը նաև նուրբ է, երաժշտական։ Երբեմն բանաստեղծը ձուլվում է բնությանը, անձրև, արև, աշուն, գարուն։ Նա ոչ միայն պարզապես ցանկանում է տեսնել Արցախը, այլ լինել անձրևի կաթիլում, գինու գավաթում, արցունքի մեջ։
Այս սիրո լեզուն պարզ է, բայց ուժեղ։ Այն չի խնդրում, այլ նվիրում է ինքն իրեն այն հողին, որին հասնել չի կարող։ Երկիր կորցրած մարդը գոյատևում է այն քաղաքում, որտեղ կյանք կա, բայց դա իր կյանքը չէ։ Արտագաղթած հայի մենակությունը, ապրող քաղաքի, կորցրած հողի միջև անընդհատ տարբերությունները ստեղծում են մի տրամադրություն, որտեղ արևը անգամ չի ջերմացնում։ Երբ տանող ճանապարհը փակ է, արտահայտությունը դառնում է բանաստեղծության առանցքը։ Բանաստեղծության մեջ հայրենասիրությունը ողբի ձև չունի, այլ սրտի մորմոքի, կարոտի խոսքի և սրտացավ անձնվիրում է։ Այս տողերում չկան կանգատ, մեղադրան, այլ սիրո նվիրում է մինչև վերջ, անգամ անհույս։ Այս տողերը մեզ հիշեցնում են, որ երբեմն կարոտը գրում են, լեզուն գրում են, բայց նավակը շատ խոսել բանաստեղծության միջոցով, ձգտելով արթուն պահել հիշողությունը և իրադարձիքը։